Պարոն Չալաբյան, դատարանի վճիռը ձեզ համար ակնկալելի է, դատարանի որոշումը ակնկալելի է ձեզ համար։ Բայց տեսեք, այս հարցը երկու կողմ ունի։ Իմ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի սա վրդովեցուցիչ է պարզապես։ Երբ որ իրավապահ մարմինները անբռնազբոս խառնվում են եկեղեցու գործունեությանը, տասնյակներով հոգևորականների են բերման ենթարկում, հետո ձերբակալում են բարձրաստիճան հոգևորականների, բերում են նրանց կալանքի թեև ակնհայտ է, ինչպես արդեն մեր հարգարժան իրավաբան գործընկերները ասացին, հիմնավոր կասկած իրականում չկա, այն քրեական օրենսգրքի հոդվածները, որոնք նկարագրում են, այսպես ասած, խնդրոառարական, այդ հոդվածների համատեքստում ապացուցված չի, ոչ թե ոչ միայն ապացուցված չի, նույնիսկ կասկածը որևէ կերպ հիմնավորված չի, հա։ Սա ակնհայտորեն քաղաքական բռնաճնշումներ է եւ ընդգծված քաղաքական բռնաճնշումներ է հայ առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։ Հիշենք նաեւ, որ Մկրտիչ Սրբազանը վեհապար հայրապետի քրոջ որդին է նաեւ, այսինքն անմիջական ազգական է, եւ սա նպատակը վեհապար հայրապետի նկատմամբ ճնշում գործադրելն է։ Որևէ կասկած ես դրանում չունեմ։ Ընդ որում պետք է նկատի ունենալ հետեւյալը, խոսքը գնում է 4 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնց նույնիսկ վաղեմությունը վաղուց արդեն անցած է, որոնցով իրականում որևէ իրադարձություն տեղի չի ունեցել, որևէ վնաս որևէ մեկին չի հասցվել եւ այլն, եւ հիմա դա ասենց գզրոցներից անել են, որպեսզի կարողանան ճնշում գործադրեն հայ-եկեղեցական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։ Հիմա այդ իմաստով ես կարող եմ ասել հետեւյալը, այո, այսպիսի դատարանի, այսպիսի դատավորի, այսպիսի որոշումը ցավոք սպասելի էր։ Բայց նաև իմ համար անսպասելի է նաև, որ մենք ինչ-որ իմաստով սկսում ենք սովորել սրան, սկսում ենք սովորել բռնատիրության պայմաններում ապրելուն, սկսում ենք սովորել նա, ոնց որ դա 37 թվին է տեղի ունեցել, որ ամեն օր մեր հարևաններից մեկին կարող են ձերբակալել տանել, ու հետո նույնիսկ չիմանանք իր հետ ինչ է տեղի ունենում։ Որ ամեն օր ինչ-որ մեկը կարող է ճնշման ենթարկվի, որ ամեն մեկի մասին կարող են ինչ-որ մի հատ մտածածին բան հնարեն, այդ մտածին բանով ձերբակալեն, հետո կալանավորեն, ազատազրկեն, ըստ էության իր ամբողջ ընտանիքը, իր ամբողջ հարազատները, իր բարեկամներին, բանին բոլորին դնեն ստրեսի մեջ, ու դա կարող է ամիսներով, նույնիսկ տարիներով շարունակել, հետո պարզվի, որ իրականում ոչ մի բան չկար։ Ես ինքս ցավոք ես ամեն ինչի մեջով անցել եմ, հենց այս դատարանում է դա տեղի ունեցել, ես էլ եմ կալանավորվել մտածածին հոդվածով, մտածածին մեղադրանքով, որը հետո փլվեց դատարանում, բայց արդյունքում ասենք իմ կյանքի ինչ-որ մի քանի ամիսները անցել են կալանավարում եւ ցավալի է, որ դա համատարած է դարձել։ Ու օրակտվելով արդից ես ուզում եմ խնդրեմ նաեւ մեր քաղաքացիներին, որ սա դիտում են, մենք չպետք է թույլ տանք, որ սա դառնա մեր կենսակերպը, որը այն պետությունում, որը մենք կարողացել ենք անկախացնենք, որը մենք մեր գործողություններով փորձում ենք ավելի ժողովրդավար դարձնել, մեր պետությունում մարդը պաշտպանված չլինի։ Կապ չունի նա եպիսկոպոսը, նա քահանա, նա ոստիկանա, նա շինարարը, կապ չունի թե ինչ մարդ է։ Մարդը մեր երկրում պետք է պաշտպանված լինի, նրա գլխին պետք է մտածածին գործ չսարքվի, ինչպես այսօր դա տեղի ունենում։ Պարոն Չալաբյան, ժամեր առաջ նաև դատարանը որոշում կայացրեց գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ։ Այդ մասին ինչ կարող եք ասել, ըստ էության արդեն 5 ամիս է Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվում։ Կարող եմ ասել բացարձակ նույնը։ Բացարձակ նույնն է, երբ որ ասում է շինարար Սամվել Կարապետյանը շինարարական ոլորտին, որում Ռուսաստանի խոշորագույն խաղացողներից մեկն է, բարերարը, մեր ազգային կյանքում լուրջ ավանդ ունեցող մարդը եւ նրա նկատմամբ կամայական կերպով փաստորեն անընդհատ տեղի ունենում կալանքի երկարաձգում։ Ակնհայտ է, չէ՞ որ եթե նույնիսկ գործակնվում ցանկացած այլ խափանման միջոց կարելի է կիրառել, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանգիստ ունենա կարող են գրավով ազատության մեջ մարդուն թողեն, որպեսզի ինքը գործունեությամբ զբաղվում, մինչև այդ գործը քննվում է։ Կալանքը կիրառվում է որպես պատժամիջոց։ Թեև կալանքը մեր քրեական օրենսդրությամբ դա խափանման միջոց է, այսինքն նրա կիրառման նպատակը պետք է լինի մարդուն սահմանափակել այն դեպքում, եթե նա կարող է քննությանը խանգարել։ Ես օրինակ չեմ պատկերացնում, ինչպես կարա Սամվել Կարապետյանը քննությանը խանգարել կամ Մկրտիչ Սրբազանը քննությանը խանգարել։ Քննությունը արեք, հասկանալի է, որ բոլոր հնարավորությունները ունեք այս պետության այս վերահսկողության պայմաններում քննությունը կարող եք իրականացնել։ Բայց ակնհայտ է, որ կալանքը օգտագործում են մարդկանց վրա որպես ճնշման միջոց եւ դա սկսում է համատարած դառնալ։ Այս քանակությամբ բարձրաստիճան մարդիկ, երկրի առաջ վաստակ ունեցող մարդիկ երբեք կալանավորված չեն եղել։ Երբեք դա բացարձակ ճշմարտություն է։ Եվ դա որևէ այլ բացատրություն չունի, բացի մի բան։
այս իշխանությունը հասկանում է, որ ինքը ընտրություններով պարտվելու է, գիտակցում է, որ ինքը գնում է դեպի անխուսափելին, նա փորձում է ընտրություններից առաջ ամբողջ դաշտը հնարավորին չափ մաքրել, անդիմությունը մաքրել, իր նկատմամբ դիմադրությունը մաքրել։ Համոզված եմ, որ միայն նա չի ստացվելու, որովհետև հազարներ են արդեն եւ ամեն մի մարդը, որը կալանավորվում է, իր հետևից եւս 10-ը դուրս է գալիս, կանգնում է պայքարի։ 10-ը, 100-ը, 1000-ը, դա նաեւ Սամվել Կարապետյանի դեպքում մենք տեսնում։ Ուստի ինչքան ուզում եք բերեք, ում ուզում եք ու կալանավորեք։ Միևնույնն է, մարդիկ պայքարելու են, որ ձեզանից ազատվեն։ Պայքարելու են դրա համար։ Ձեր կալանքները ոչ մեկին չեն վախեցնում։